Արժե ներդրում անել SpaceX-ի IPO-ում, շատ է խոսացվում այս թեմայից, մի քանի բան, որ մենք ենք լսել, գուցե բաժակիսվել հետաքրքիր լինի դիտարկելը։ Նախ փորձից ելնելով IPO-ները դեռ շատ մեծ իրադարձություններ են, այսինքն երբ որ կամպանիան, որը մասնավոր էր ու սովորաբար նրանք մեծ ներդրողներ, ֆոնդեր եւ այլն կարողանում են մասնակցել դրան, իրենք այդ բոլորը այդ ամենը դառնում է հանրային, այսինքն բոլորս կարողանում ձեռք բերել տես տիպի նորաստեղծ նորարար տեխնոլոգիական կազմակերպություններ։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել տարբեր նրբություններ, ու սա միայն SpaceX-ի մասին չի խոսքը, այլ ընդհանուր այդ process-ի, հա։ Երևի ամենաառաջինը այն է, որ IPO-ն հնարավորություն է բաժնետերերին, մասնավոր հատվածում, որ ֆոնդերը ներդրում են արել, չգիտեմ, տարիներ առաջ, աշխատակիցներին, հիմնադիրներին, այսպես ասած, դուրս գալ կազմակերպությունից, այսինքն վաճառել իրենց բաժնեմասը հանրային ներդրողներին։ Այսինքն այստեղ պետք է հասկանալ, որ ովքեր են գնորդները ու ովքեր են վաճառում, այսպես ասած, այդ մասը կարևոր է եւ իհարկե ինչ գնով։ Սովորաբար IPO-ները ոնց են արվում, այսինքն կազմակերպությունը դիմում է մի քանի ներդրումային բանկերին, ասում են, գիտեք ինչ կա, մենք ուզում ենք վաճառել, չգիտեմ, մի քանի միլիարդ մեր բաժնեմասերից, հա, ու բանկերը ըստ դրա գնում են իրենց հաճախորդներին, ֆոնդերին, ETF-ներին, չգիտեմ, mutual fund-երին եւ այլ հաճախորդներին առաջարկում են այդ արժեթղթերը։ Այստեղ արդեն սկսում է ինչ որ բանակցություններ, քննարկումներ, թե որն է դրա ճիշտ գինը, հա, ինչ գնով ենք մենք վաճառելու կամ գնելու այդ բաժնետոմսերը։ Ու դրա ձևավորվում է, այսպես ասած, բանի book running գիրք է կոչվում, որը տեղ արդեն այդ գրքում մենք արդեն տեսնում ենք ովքեր են գնելու։ Ու սովորաբար դա հետաքրքիր process է, որտեղ գնագոյացումը տեղ ունում եւ որոշվում է ամենաառաջի օրը, երբ որ սկսելու է ցուցակվել այդ բաժնետոմսը, ինչ գնով է դա լինելու։ SpaceX-ի մասնավորապես այդպես չի արվել, միանգամից որոշվել է գինը եւ ըստ քննարկումների որոշվել է, այսինքն կազմակերպության կողմից եւ այն փաթեթը, այսինքն որը վաճառվում է հիմա, կա նաեւ oversubscription ասվածը, այսինքն եթե վաճառում եք 2 միլիարդ, քանի միլիարդի պահանջարկ կա, այսինքն 4 միլիարդա, 2 միլիարդա, 10 միլիարդա, հա, SpaceX-ի ոնց որ դեպի 2 անգամ oversubscribed է, այսինքն հավելյալ պահանջարկ կա, որը բավականին ցածր թիվ է, սովորաբար ավելի բարձր թվեր են լինում։ Դա եւս պետք է հաշվի առնել։ Մի այլ բան, որը եւս կարևոր է հաշվի առնել, եթե դիտարկում ենք IPO մասնակցած կազմակերպություններում ներդրում անել, այն է, որ ինչ է տեղի ունենում առաջին օրը։ Առաջին օրը շատ տատանվում են գները սովորաբար, չգիտեմ, պլյուս 50%, կրկնապատկվել, նույնիսկ այս դեպքեր են եղել, բայց շատ մեծ տատանումներ են, ու այդտեղ այդ տատանումները շատ ռիսկային են, այսինքն մենք կարող գնանք ինչ-որ գնով, այդ գինը բարձրանա, իջնի եւ այլն։ Նենց որ ըստ դրա գուցե հետաքրքիր մասնակցել զուտ ազարտի համար, այսպես ասած, բայց կանխատեսել այդ գնի հետ ինչա տեղի ունենում մի քանի օր հետո, մի շաբաթ հետո բավականին դժվար է։ Նմանատիպ IPO-ներ լինելու են հավանաբար նաև OpenAI-ի կողմից, Anthropic-ի կողմից, ոնց որ այդ քննարկումները կան, եւ եթե ընդհանուր sense ինչ որ դիտարկում տանք, այն է, որ եթե մենք բոլորս երկարաժամկետ ենք աշխատում, այսինքն շուկայում ենք ոչ թե առօրյա, այլ երկարաժամկետ կապիտալի ուղղությամբ ենք աշխատում, որ մեծանա շարունակաբար, կանխատեսելիորեն, ավելի ճիշտ է, կամ սովորաբար ասվում է, որ ավելի ճիշտ է, խորհրդածություն չտանք, որ դա արվի դիվերսիֆիկացված ձևով, ETF-ների ձևով, այսինքն նույնը SpaceX-ը մտնելու է ETF-ների մեջ, որտեղ մենք արդեն կունենանք SpaceX-ի կամ OpenAI-ի կամ Anthropic-ի մեջ մասնակցություն անուղղակիորեն ETF-ի միջոցով։ Ու դա այդ բոլոր ռիսկերից, տատանումներից, քննարկումներից բարձրագինը, սպային ցածր է, ինչ կլինի առաջի օրը, առաջի շաբաթը, այդ ամենից զերծ ենք մնում։ Բոլոր դեպքերում SpaceX-ը շատ լավ կազմակերպություն է, նույն ձևով ինչ որ OpenAI-ը, Anthropic-ը շատ մեծ հեռանկարներով, բայց լավ կազմակերպությունը չի նշանակում լավ ներդրումային ակտիվ, այսինքն դա կախված է արդեն գնից։ Շատ լավ կազմակերպությունը գինը շատ բարձր, ու զրա ինչ կլինի հետո գնի հետ դա մի քիչ ավելի կանխատեսել ավելի թույլ կլինեն, կամ կազմակերպությունը կլինի բավականին թույլ դժվարությունների մեջ, բայց մենք ձեռք ենք բերում ինչ որ գնով, որը շատ հետաքրքիր է, շատ խոստումնալից։
Հուսամ հետաքրքիր էր, այդ զուտ փորձից ելնելով մի քանի IPO տենց առնվազն տեսել ենք, երբ որ արվել է, չգիտեմ, մի 20 տարվա ընթացքում, այնպես որ ասացինք կիսվենք, դե լավ օր ենք մաղթում եւ մինչ հանդիպում։